Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը վաղուց անցել է, եւ մեզանից ոչ ոք չի կարծում, թե երկրագնդի վրա ինչ-որ տեղ մնացել են չբացահայտված մայրցամաքների, արշիպելագների կամ կղզիների մութ գետեր։ Կարդալով արկածային վեպեր ծովահենների եւ նվաճողների մասին, մեր երևակայությունը նկարում է օվկիանոսների եւ ծովերի անսահման կապույտ տարածություններ, կանաչի մեջ ընկղմված էկզոտիկ կղզիներ եւ շատ գեղեցիկ թռչունների, ձկների եւ կենդանիների։ Այդպես էր մտածում նաև Չարլզ Մուրը, Փլեյբոյը եւ Նավաստին, քիմիական ընկերության հարուստ սեփականատիրոջ որդին։ Չարլզը մեծացել էր Խաղաղ օվկիանոսի մոտակայքում եւ մանկուց երազում էր ծովային արկածների մասին։ 1997 թվականին նա մասնակցում էր Trans-Pac Yacht Race-ին, որը տեղի ունեցավ Լոս Անջելեսի եւ Հոնոլուլուի միջև։ Հավայան կղզիներից տուն վերադառնալիս նա իր երթուղին սահմանեց մի տարածքով, որը հայտնի է որպես Հյուսիս խաղաղօվկիանոսյան հորձանուտ։ Մի քանի օր նավարկելուց հետո Չարլզը հասկացավ, որ իր զբոսանավը բոլոր կողմերից շրջապատված է աղբով։ Նա եւ իր ընկերները լողալով մտել են աղբանոց։ Անցնելով հազարավոր կիլոմետրեր օվկիանոսի հեռուներով, ես չէի կարողանում տախտակամած բարձրանալ առանց մի քանի րոպեն մեկ լողացող որևէ պլաստիկի կտոր տեսնելու։